Ապրիլի 13-ին Մրգաշեն համայնքում տեղի ունեցած դաժան սպանությունը ցնցել է ոչ միայն տեղի բնակիչներին, այլև ողջ հանրությանը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են լայնածավալ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ, որոնց արդյունքում աստիճանաբար բացահայտվել են դեպքի հանգամանքները։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, որը ներկայացրել է Կիմա Ավդալյան, նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ սպանությունը կատարել են երկու եղբայրներ, նրանցից մեկն անչափահաս է, ինչը լրացուցիչ բարդություն է հաղորդում գործի իրավական գնահատականին և հետագա ընթացքին։ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը ներկայացրել է նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին ԱԱ-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ փոխլրացնելով միմյանց գործողությունները սուր, կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել, վերջինիս մարմնի տարբեր հատվածներին սպանելով նրան։ Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն, իսկ անչափահասի նկատմամբ 155-րդ հոդվածի 1-ին մասով սպանությունը։ Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ։ Դեպքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն իրականացվել է խմբային եղանակով, ինչը քրեական օրենսդրությամբ դիտարկվում է որպես ծանրացուցիչ հանգամանք։ Մեծահասակ եղբոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ փոքրի նկատմամբ սահմանում է սպանության ընդհանուր կազմը։ Նրա տարիքը կարող է ազդեցություն ունենալ պատժի չափի և կիրառվող միջոցների վրա, քանի որ օրենքը նախատեսում է որոշ մեղմացումներ անչափահասների համար։ Երկու եղբայրների նկատմամբ արդեն իսկ կայացվել են ձերբակալման որոշումներ և նրանք գտնվում են իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Քննությունը շարունակվում է պարզելու ոչ միայն հանցագործության շարժառիթները, այլև այն հանգամանքները, որոնք կարող էին հանգեցնել նման ծանր և ողբերգական դեպքի։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև նրանց հոգեբանական վիճակին, սոցիալական միջավայրին և հնարավոր նախնական հակասություններին տուժողի հետ։ Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր է վաղ փուլում նկատել և կանխել բռնության դրսևորումները, հատկապես երիտասարդների շրջանում։ Հանրության մեջ լայն քննարկում է ծավալվել կապված անչափահասների ներգրավվածությամբ ծանր հանցագործությունների աճի հետ, ինչպես նաև ընտանիքի, դպրոցի և հասարակության դերի մասին նման երևույթների կանխարգելման գործում։ Ինչ էլ եղած լինի պատճառը, նման արարքը չի կարող արդարացվել, և սա պարզապես խոսք չէ, այլ մի հիմնարար ճշմարտություն, որի վրա կանգնած է ամբողջ հասարակությունը։ Մարդու կյանքն ամենաբարձր արժեքն է, երբ ինչ-որ մեկը գիտակցաբար զրկում է մեկ ուրիշին կյանքից, նա անցնում է այն սահմանը, որտեղ այլևս չեն գործում պատճառներ կամ արդարացումներ, կարող են լինել կոնֆլիկտներ, վիրավորանքներ, նույնիսկ ծանր անձնական իրավիճակներ, բայց դրանցից ոչ մեկը չի տալիս իրավունք խլելու մեկ ուրիշի կյանքը։ Դա արդեն ոչ թե սխալ է, այլ անդառնալի հանցագործություն։ Մրգաշենում տեղի ունեցած այս դեպքը հատկապես ծանր է նրանով, որ այստեղ խոսքը գնում է ոչ միայն սպանություն, այլ նաև եղբայրների կողմից համատեղ գործողության մասին, որոնցից մեկը նույնիսկ անչափահաս է։ Սա ցույց է տալիս, թե որքան խորը կարող են լինել խնդիրները թե ընտանիքում, թե միջավայրում, թե հասարակության ներսում, բայց նույնիսկ այդ ամենը չի փոխում գլխավոր փաստը՝ կատարվածը չի կարող արդարացվել։ Շատ հաճախ նման դեպքերից հետո մարդիկ փորձում են հասկանալ ինչու, ինչն էր պատճառը, ով էր մեղավոր։ Սա բնական է, որովհետև մարդը փորձում է տրամաբանություն գտնել նույնիսկ ամենադաժան իրավիճակներում։ Բայց կա մի կարևոր սահման՝ հասկանալը չի նշանակում արդարացնել։ Կարելի է ուսումնասիրել պատճառները, որպեսզի ապագայում կանխել նման ողբերգությունը, բայց երբեք չի կարելի դրանք օգտագործել որպես արդարացում։ Ավելին, նման հանցագործությունները կործանում են ոչ միայն զոհի կյանքը, այլ մի ամբողջ շղթա մարդկանց ճակատագրեր։ Տուժողի ընտանիքը մնում է անդառնալի կորստի ցավի մեջ, իսկ հանցագործների ընտանիքը նույնպես ապրում է ծանր հոգեբանական և սոցիալական հետևանքներ։ Հատկապես երբ ներգրավված է անչափահաս, դա նշանակում է, որ մի երիտասարդ կյանքել է կոտրվում՝ գնալով սխալ ճանապարհով, որի հետևանքները
կարող են ուղեկցել ամբողջ կյանքում։ Սա նաև լուրջ ազդանշան է հասարակության համար, այն ստիպում է մտածել՝ արդյոք բավարար ուշադրություն է դարձվում երեխաների դաստիարակությանը, նրանց հոգեբանական վիճակին, շրջապատի ազդեցությանը։ Երբ երիտասարդները չեն կարողանում ճիշտ ձևով լուծել կոնֆլիկտները, երբ զայրույթը վերածվում է բռնության, դա արդեն ոչ միայն անձնական, այլև հասարակական խնդիր է։ Բայց կրկին, որքան էլ խոր լինեն պատճառները, որքան էլ բարդ լինեն հանգամանքները, սպանությունը չի կարող և չպետք է արդարացվի, դա այն սահմանն է, որը չի կարելի անցնել։ Այսպիսի դեպքերը պետք է ոչ թե բացատրելու կամ մեղմացնելու փորձ դառնան, այլ դաս բոլորի համար։ Դաս այն մասին, որ յուրաքանչյուր վեճ ունի լուծում։ Առանց բռնության յուրաքանչյուր կոնֆլիկտ կարելի է կարգավորել խոսելով, հեռանալով, օգնություն խնդրելով, իսկ երբ մարդը ընտրում է բռնությունը, նա ընտրում է ճանապարհ, որը բերում է միայն կործանում։ Na na na